Ինչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք ուժեղ, բարի, հոգատար, ժողովրդի հոգսերով ապրող ղեկավար, որ ժողովուրդը սիրում է։ Մեզ պետք է հայամետ առաջին ղեկավար, երկրորդը ուժեղ, երրորդը ժողովուրդն հասկանա, ժողովուրդին ինչ է պետք։ Այդ մեզ ղեկավարը պետք է, ոչ թե Փաշինյանի նման։ Ուժեղ, որ հարևան թեթով ասում բարեկամություն մերը, արա հարևանից Արցախ, բայց քո շահերից ելնելով։ Եթե ես շահ չունեմ, իմ ժողովուրդը աղքատ է մեռնում, չիմա։ Գալիս ես ինչ անես այ ընկեր։ Ում համար ես եկե։ Միլիոններ դզես գնաս, ոչ լոտ կանգած շորեր, որ լավ հագնվի, չեր տեսե պատից կախ, տեսավ ճակտից կախ։ Մեր ղեկավարը պետք է լինի, ինքը պետք է մոռանա իր ընտանիքը, պետք է ղեկավարի աշխարհը, մեր երկիրը։ Ինքը իր ընտանիքը պետք է մոռանա, որտեղ դու գալիս ես ժողովրդի համար, ու ասում եմ ոտքի չի կան կկանգնի, լավ ժողովուրդ։ Չեմ ասում։ Ինչպիսի ղեկավար է ուժեղ, Ուժեղ։ Անպայման պահանջկոտ, բայց ոչ քել վարող, ոչ թե պիտի անդադ մեկը եթե քննադատում նրա հետապնդել է դուրս անել։ Մեզ հարկավոր է գրագետ մարդ, պատասխանատու մարդ, պահանջկոտ մարդ, բայց թող վերեսացել քաոսի տանը մեջ իրար հետ կռվում են, դրսում կռվում են, խայտարակ բաներ, քաոս է, արդեն քաոս է։ Պետության ղեկավարը ամեն ինչ պետք է լինի, ամեն ինչ, մարդասեր, հայրենասեր, պետականամետ, ամեն ինչ, հոգեբան էլ պետք է լինի, ամեն ինչ պետք է ունենա այդ ղեկավարը, այսօր այնպես չի, որ պետք է չունենա։ Ես ասում եմ, գալիս են մեր մոտ հիմնարկում դասախոսություն ենք անում, ասում են մեծ ղեկավար, մեծ սխալներ, դե սխալներ էլ կան, հիմա ոնց մեկնաբանենք այդ սխալները, ոնց։ Մի քիչ ստրոգի է, ժողովրդին, չեմ ասում է փողով սիրի, ոչ, դե անենց հանի, որ չսրի ժողովրդին իրար դեմ, չասի դու սենց ես, ենի տենց հա, երկու իրեսանի չլնի, մի իրես ունենա ժողովրդի դեմ, ոչ թե դրա նման հազարատ իրես, մի րոպե սենց խոսա, մեզ այդեն ստրոգի ղեկավարա պետք, ղեկավարը ինչքան ստրոգի լինի, այնքան լավ։